Ուր ես դու գնում, են մի սենյակ գնա, թե ուզում ես գնաս։ Գնամ է։ Գնամ։ Բայց իմ շացերը բաժաններ, ոնց է լավ է, ես լավ եմ։ Մաղթեմ, ինքն իրականքով, բարի լույսն ասավ, ու գնաց իրագործերին։ Բարի լույսը բարի լինի բոլորիս համար, սիրելի հետևորդներ ջան, լավ լինենք, առողջ լինենք ու խաղաղ պայմաններում ապրենք, վերեմ կացել, գործերը սարել, լավ գործել չէ արել, վայ, պարապությունից մարդ չի իմանում ինչ անի, հավատացեք, իրոք հավատացեք, լավ բան չի պարապությունը, քանի մարդասիրում պարապ ֆրֆրա, չէ, ես այդ մարդկանցից չեմ, ես էլ իմ չափով եմ սիրում գործանեմ, ուժից ներածի չափով, բայց հետա առանց գործի կյանք չկա, առանց գործի ապրելը հավասարա զրոյի, ոնց տգնի վեր կենաս, ուղղակի, չեմ էլ ուզում պատկերացնեմ, Ալեքսիս նկարել եմ, ուղարկել ամերանց, մի քերին բալբուսախառը զանգեց, ու տղես իրան լավ ասկամ, ասա մաման բարևը մա, ասա մամաս բարևը մա, Օպա, տարբեր սենյակներում ենք, մեր երկու սենյականով գնակարանը վայելում ենք հեռախոսից մի հատ մաքրեցի, բայց փաստորեն հետևի կամերան ավելի լավ է նկարում, քան դիմային, բայց թե դա սիրելի հետևորդներ ջան, առավոտից վեր ենք կացել, առավոտից որն է, կարելի ասել, սպասում էր որ լուսանա, բայց թե անելիք չկա, ոչ մի բան չկա, վերես կենում ու կամ հեռախոս, կամ էլ ինչ-որ մինյութ ես գտնեմ, նայեմ կարդում զբաղվում, մինչև կողքիդ պարկած աղջիկը իրեն մուշ տնից զարթնի ու հետա վեր կացանք, գնացինք նախաճաշեցինք, սիրելի հետևորդներ ջան, հետո եկանք հնդե գիրքը բացամի քիչ էլ կարդացինք, մեր ասի չկա, մի կում կոֆե խմեմ, մի բաժակ կոֆե խմեմ, Էսա մաքրուհու գալու ժամերն է, մաքրուհին կգա կմաքրի, մենք էլ կգնանք մեր պրոցեդուրաներին, որոնք ամեն օր կան, օրինակ կիրակի օրերներ լինի, որ օրը հեշտ անցնի, այդ տենց բաներ, սիրելի հետևորդներ ջան, Այստեղ նայում եմ, որ Սուրենյանն ասմա, են մի հեռախոսով էլի, ասմա, որ եղանակը կընտրուկ փոխվում է, տեսնենք, թող չփոխվի, թող մի քիչ էլ համբերի, բարով խերով գնանք հասնենք մեր տները, հետո Աշունը իրա դիրքերը հանձնի ձմռանը, ընքան սիրուն է եղանակը, ընքան լավն է, տակ, տրամադրող, շատ լավն է, բայց երեքսկի կոպիտ ասած առողջարանի դուրը չեմ դուրս եկել,
որովհետև այ որ այդ պրոցեդուրաներն անում ենք նամանավանդ պարաֆին, իրանք դե մեկը մյուսի հետ փոխկապակցված են, նա մեր թերթիկը, այս ավալուկակ ասեմ կպերի, այն որ չես ուզում էլի, այդ պարաֆինի տաքացրած տեղերը սենց դու զգասում ջերմուկի օդը շատ ասուր, գիտեք, էլ ամաչում եմ բողոք եմ, որ ասեմ գլուխս ճնշումս, սա օդի հետ կապված բանա, սիրելի հետևորդներ ջան, այն որ լուռու մունջ պայքարում եմ, սկզբում շատ նեղվում էի, վերջ էլի, գազ հանգստանալու ստացվում է անհանգստանում ես, հետո մի պահել նեղվեցի, որ մերես չեկավ, թեպետ սրտով մուրազով իմ ծնողն է ուզում էի գար, ինքն էլ իրան լավս գար, մենք էլ մեզ լավս գայինք, մի խոսքով էլի, երեք հետը խոսում եմ, ասում եմ ինչ լավա, որ դու չեր դիմանա, չեր ծուքի, այսօր կգար, վաղը հետ կգնար ու դա կգներ, ոնց որ ավել տեղը մորս սրտահան անել, այ էդ կգներ։ Ու լավ էր, որ չեկովնեց, որ եթե շատ սենց ճնշման տատանումներ ունեք, չեմ էլ ամաչի, որ բարձր ասեմ, որովհետև գիտեք անայտն են մարդն է, որ սուտի մուտի, ամպագորգով, ինչ-որ թե մեկին լավ լնելու մարդ սուտ բաներ չի ասի, փառքաստու գոհ եմ ամեն ինչից, բայց ելի հետևորդներ ջան, շատ բարձր ճնշում ունեցող մարդկանց համար ինձ թվում է այստեղ դժվար կլինի, որովհետև դուք էլ եք գրառումների բաժնում գրել, որ 10 օրով եկանք չդիմացանք, հետ դարանք, շատ ուրիշ բաժանորդներ էլ ունեմ, ովքեր դե անձնական հարթակում շփվում են իմ հետ, ես էլ իրանց հետ փառքաստում, ու իրանք էլ ասին, որ Անահիտ ջան, այդ գլխացավերը էտ սաղ այդ օդից համ, այդ թե ինչքան մաքուր ու սուր ջերմուկ աշխարհի օդը հանրության համար, տեղաբնակները երևի թե սովորած կլինեն, բայց թե կոնկրետ իմ համար դժվար է, հիմի նայեք, երեք լավ է ես կմփառքաստում, այսօր գիշերվա ժամը 3-ից զգում եմ, որ աչքերս նույնիսկ չեմ կարող լիարժեք բացեմ, հերթը հասավ Նարեկին, հիմի էլ Նարեկիս հետ է խոսում, այդ հենց բաներ, չգիտեմ, եսին, ասելով, խոսալով, մի կերպ զորով, շարով, օրը գլորելով առաջ ենք տանում, մեկ համբերությանս բաժակը հենց լցվում է, վայ, ուզում եմ թողամ գնամ, ու ստեղ հիշում եմ, որոշել էի չասեմ, բայց թե մի ընտանիք ենք, մի տանիք չենք, մի ձենից ու հալից ենք, եկեք մի հատ հետաքրքիր բան պատմեմ, երեք որ կատարվեց իմ հետ, դե, գիտեք, որ հարևանների հետ իմ սերտ կապը միշտ եղել է, ես սիրում եմ հարևանություն անելը, առհասարակ շփվելը, նամանավանդ հարևանի հետ, ոնց կարաս էլի, չշփվես, ձեռք չմեկնես, ինքը քեզ ձեռք չմեկնի, մի խոսքով, չմանրանամ, գիտեք, ուղղակի ափսուս, որ ոնց ասեմ, տեսեք, Նազելի մոտիկին Ամալյան հավեսով սիրուն նկարահանվում է, իմ հարևանը ինչ է, թեպետ իր աղջիկն է ամենասկզբից, ինձ օգնել, դուխ տվել, օպերատորը սեղել, մի խոսքով, շատ երկար պատմություն է, ասում էր Աննա տոտա դու կարաս, Աննա տոտա ինքը տենց տաղանդի մեջ խրված երեխա է, էլի մի խոսքով, այս պահին ԵՊՀ սովորեմ, պլյուս դրան երկրորդ մասնագիտություն, այդ տենց լավ հարևանի երեխեք ունեմ,
կրթված, գլուխները լիքը խելք կոպիտ ասած ու ճիշտն ասած ու առհասարակ ինքը դե սենց խառը բնակավարի մարդ հա Մամ տատս բարևան մեր տատը ես եմ բարևանը ասա էսա նկարեմ կզանգեմ տատս բարևան ես ասում ես վայ всё ուշքս ու միտքս գնաց ընդեղ մի խոսքով մտքից թելը չկտրեմ հիշեմ այդ ամեկել ու դե որ բանալ եմ վերցնում բան որ թութակներից եւ այլն ու ասմաննա դու կզանգես ինձ կհիշացնես գիտեմ ինքը խառը գործերի մեջ մարդ է էլի մի խոսքով նայում եմ երեք վայբերով ցանգել է ասում եմ մեղա այսքի վայբերով մեկը կամերան պտտել է թարց ոչ թե որ իր դեմքը վայբերով զանգել է ասում է սկզբից պահել է գետնին ասում է Աննա ինչ կա ոնց եկրեղ են ոնց է բան սենց բաներ ասում եմ լավ ենք փառք Աստծու ես որ խաչից խեր ելնի իմ ասած բառերով էլ հենց պատմում եմ ասում եմ որ խաչից է խեր ելնի այս ոնց է դու են էլ վայբերով վիդեոզվանոկով քեզ զանգել է ինձ զանգել ես մեկի ասում է թե ինչ ասեմ մի բան եմ ուզում ասեմ բայց այդ ամեկել ասում եմ դե ասա մի կամերան գետնի վրիկ չի շարժում ասում եմ դե ասա մեկ է կամերան պտտում է տան մեջ ասում է տունդ չես կարոտել այ այդտեղ համ ծիծաղս ա գալի համ նեղվում եմ ասում եմ նոնա դու իմ ներվերի հետ ես խաղում ասում է դե ես գիտեմ որ դու քո տունը շատ ես կարոտել ասի կարոտը թանես ու տենց բաներ սիրելի հետևորդներ ջան էտա իրոք մարդը ինչքան լավ գիտի ինձ ասում է դու ոնց ես այդտեղ այդքան ձգում դե բայց թե էտա սիրելի հետևորդներ ստեղի բուժումներն ուրիշ ա Երևանին է լրիվ ուրիշ Երևանին է այսքան ոնց ասեմ փակված չենք էլի մնում ժամանցի տեղերը շատ է հետո ընդեղ մարզումներ ա իսկ ստեղ ավելի շատ կոպիտ ա հնչում այդ բառը չգիտեմ լուսաբուժություն հա երևի թե տենց ա հա լուսա ուլտրա այդ ձևի բուժություն ա ու չարժ է էլի դրանից հետո դու սկաս գնաց թեման եմ գալիս երեք աղջիկները կաֆե են գնում անայդ արի գնանք երեխուն սենյակ մնա գնանք ասի չէ ես առանց երեխա չեմ կարական չեմ ուզում գնացեք ապրեք որ ասում եք մի խոսքով էլի այ ես որ գնայի ուշքս միտքս տեղ էր ելնելու իմաստը որներ էլ այդ գնալու նույն կոֆես տերն եմ խմում կուզեմ իրանց հետ կխմեմ կուզեմ մենակով կխմեմ տարբերությունը չկա տենց բաներ սիրելի հետևորդներ ջան հանակշի դակով ասնամ օրերը հոսեցին անցան անցորդի նման հեռացան լավ երկա շատ սիրում եմ այդ երկը այտենց հիմա այսօր տենանք ինչ ունենք հիշում եմ որ պետքա որ թեյից սկսվի հետո ինգալացիա հետո կարծեմ վաննա հա ճիշտ եմ հիշում հետո ես եմ տե հոսանք դատենամ ճիշտ եմ հիշում թուղթս բարակել թուղթս մի հատ ադարել հեյ ուղա հա ճիշտ էլ հիշել եմ ես եմ տե հոսանք
լոգոպեդ ունենք, հոգեբան ունենք, վայ, կարգին ես զբաղված մարդ եք զոր։ Ինչ լավ է, ջան։ Դե բուժական թեյի մասին ասել եմ, ինգալացիայի մասին առանձին կասեմ, եկեք այսօր ասեմ հանքային լոգանքի մասին։ Հիշում եմ, երբ որ գնացինք առաջի անգամ հանքային լոգանքի, նախ այդ որ ջրաբուժարանի դուռը բացում ես, տարօրինակ հոտ է գալիս, ինձ թվում է դա բնորոշ է, գիտեք, որ հանքային ջրերի հոտն է, ջուրը գալիս է երկրի ներքից, տաք վիճակում ու բժշկի ցուցումով, ասում է, չէ, որ ում ինչ աստիճանի միացնի, կան պատվոտ դիվաններ, մի խոսքով լիքը բաներ կան, ափսոս ես այս անգամ չեմ կարող ոչ մի բանից օգտվեմ, շատ ափսոս, այն անգամ ռիմատատի հետ էի խոսում, ասում է, համյայ բանագոն է վաննայել չկա, ասում եմ, դե բժշկուհին ասել է, ծունգդ մինչև հարցի չլուծենք, ոչ մի բան չենք կարող անենք։ Այ, անկրակ-կրակն ընկա, էլի սիրելի հետևորդներ, ջան գլխից մի հատ մեծ թեմա է դառել, տենամ տակից ոնց եմ դուրս գալու։ Դրանից հետո, ուրեմն, որ նախ այդ աշխատող կինն է, ինչա շատ դուր գալիս, Տիկին Գոհարը, Ալեքսն էլ իրան այնքան շատ է սիրում, շատ է բարեհամբույր, շատ կեցվածքը տեղը, մոտեցման ձևը արտակարգ կամ նկարագրելի բարձր ու չգիտեմ, այդ կնոջը պահի տակ մորոս եմ նմանացնում իր այդ դեմու առաջ գալով, ջանղուր բան անելով, մոտեցումը շատ լավն է, շատ գրագետ, շատ կիրթ, շատ լավը ու երբ որ մտանք այդ առանձին սենյակներ կա դե, ամեն սենյակը երկու կողմից մուտք ունի, որ մի ժամանակ չէի հասկանում, ասում եմ ինչի համար էլի երկու կողմից մուտք, հետո Տիկին Գոհարը բացատրեց, որ ամառը որ հերթը շատ է առնում, մինչև այն մեկը դուրս է գալիս, այն մյուս կողմից էլ նույն համարի համար, մյուս բուժարուն է պատրաստվում։ Այդ էլ այդ, ու երբ որ Ալեքսիս պատրաստեցի, որ արդեն մտնում է վաննա, մի հատ գոռալ, մի հատ ճչալ, մի հատ չգիտես ինչ, Ալեքս ասում եմ, ինչի, խի էլի, յախք, մամա ասում է, զզվել է, ջուրը կեղտոտ է, ուրեմն Տիկին Գոհարը եկավ սենց ձեռը գցեց, ասում Ալեքս, ես գիտեմ, սենց նենց բացատրեց էլի, որ ջուրը կեղտոտ չի, ջրի գույնը այս ձևի է, ասավ ես կհիվանդանամ, հեչ չեմ մոռանում, հեչ նենց լավ է տպավորվել այդ բառերը մոտս, այդտեղ էլի իմ դաստիարակացի արդյունքը քաղեցի փաստորեն փառք Տիրոջը, ես չեմ մտնի տեղ, կեղտոտ է, ես կհիվանդանամ, ու սենց հերթով բացատրեց ինչ կլինի ու ոնց կլինի, Տիկին Գոհարս մի հատ լավ ժպտաց, եկավ Ալեքսի ուսին սենց ձեռը գցեց, ասում լարի քեզ գրկեմ բալա, ապրես, որ դու այդքան մաքուր ես, բան սենց բաներ, ասում բայց սա հանքային ջուր է, այս ջրից ոչ մեկ չի հիվանդանում, ոչ մեկ այս ջրից չի վնասվում ու ինձ բացատրում ասում այդ ջան, ասում եմ Տիկին Գոհարի, ես այդքանը մոտավոր գիտեմ, ճիշտ ակու նման տենց մանրակրկիտ ձևով չգիտեմ ու մարդը բացատրեց, ասում մեկ մեծահասակներ են ելնում, որ ասում են ինչի սենց, կամ ինչի վաննան մի հատ ուղղակի ախտահանեցիր ու վերջ ու ասում ես համբերատար ու շնորհքով ձևով բացատրում եմ էլի, որ հանքային ջուրը այն ջուրն է, որը ոչ մի ինֆեկցիա ոչ տալիս է, ոչ վերցնում ու այդքանը ու այստեղ հենց այնպես չի, սիրելի հետևորդներ ջան, որ սենց հերթականությունով ու ժամով է էլի դրված, առաջինը թենը, հետո ինգալացիան, հետո հանքային լոգանք, հետո SMT հոսանք, դրանք ոնց որ մեկը մյուսի հետ փոխկապակցված են էլի։ Այդ տենց բաներ, ես էլ հանքային ջրի մասին իմ իմացած տեղեկությունները ու գիտենք բոլորս իր բուժիչ հատկությունների մասին,
Ես որ ես եմ նախ անցած անգամ, որ եկել եմ ընդունելուց հետո շատ թեթևություն ու շատ լավ ես քեզ զգում, երկու անգամ բժշկումն ասի գոնե մենակ լոգանք էլի, ասավ չէ Անահիտ ջան, այս անգամ նյետ, ու Անահիտը փոշման, բայց ոչինչ, կարևորը իմ երեխից լավ լինի, գնամ ծնկիս հարցնել լուծեմ, զանգեցի պուլսմետ, առաջինը, որ ես գիտեմ, սիրելի հետևորդներ, մի տեսակ վստահելի է իմ համար, պուլսմետն էր, հարցրեցի, եթե դուք գիտեք լավ մասնագետ, ով զբաղվում է ծնկների հոդերի, էլի երևի, հա, ծնկներ մեր օրգանիզմի ամենամեծ հոդն է, այսպես ասած, եթե գիտեք այդ ձևի մասնագետ, ֆոնոգրաֆիստ, հա, խնդրում եմ գրառումների բաժնում ինձ հուշեք, երեք իմ հետևորդներից Ջեմայի հետ եմ շփվել, իրիկունը, ես իմ ժամը քանիսներ, Ալեքսս դիսկոյում երկեց ու իրան տվին պատվոգիր լավ երկելու համար, այդ որ երկում էր իրոք զգացի էլի, որ շատ լավ երկում, ձայնագրեցի, առաջինը, որ ուղարկեցի իր ապապաներ, մերոնք էին, հետո արդեն միկրոֆոնով բան հավեսով երկեց, ափսոս YouTube հարթակը չի թողում էլի, ես տենց բաները տեղադրեմ, թե չէ մեծ սիրով ու հաճույքով կդնեիք, կնայեիք, դուք էլ կվայելեիք այդ 2.5 րոպե, Ջեմային էլ ուղարկեցի, իմ լավ ու բարի բաժան, Ջեմային, Լուսինեին, մի խոսքով, բոլորին ուղարկեցի, Facebook-ում էլ կդնեմ, իմ մյուս հետևորդներն էլ ընդեղ կտենան, ու հետա խոսացինք այս կոմենկոմ, ասում է, որ Ռուսաստանը գնայր, ցուցում կտայի, ստեղ ընդեղ, ինքն էլ ունի նույն խնդիրը, ասում է, ես տեսել եմ, որ գրառումների բաժնում քեզ գրել են, որ բլոկադա անելը վնասա կարա, ես անգամ գաղափար չունեմ, այդ ինչ է այդ բլոկադան, ոնց են անում, ինչ են անում, Աստված չանի հերթը դրան հասնի, շատ վախում եմ, որովհետև ծունկն է իմ հույս ու հավատում, ծնկներն է չէ, ոտքերն է չէ, որ մեզ տանում են, ու ոնց են ասում, ականջի հետևը չեմ գցի, ու հլտեսեք էլի թարսությանը, կարկուտը ծեծած տեղնա ծեծում, որ խորանում եմ, պահի տակ սենց շաշանում եմ, ընչի հենց ծունգս, թող ուրիշ տեղ լներ, թեպետ խոսքը ուժ ունի, թող ոչ մի տեղ այլ չլներ, բայց ընչի հենց ծունգս, ու դարելա մի հատ մեծ թեմա, կողքերով, դեպի ներքև, լավ ուռելա, ու հետաքրքիրը նայա, որ երրորդ ամիսը է սա, կլռանա, ես դեռ դիմադրում եմ, այդքան համբերատար եմ, բայց թե համբերությունն էլ չափ սահման ունի, պլյուս դրան հասկացողությունս ինձ թելադրում է, որ դա այն դեպք չի էլի, որ բաց թողաս, թե մի ես չեմ սիրում բժիշկների դուռը գնամ, ով է սիրում, այն էլ այս պայմանները, որովհետև գիտենք մի հատ բժշկի դուռ ես թակում, կոնսուլտացիայի համար գոնե արդեն իսկ սկսած, անվճար մի խոսքով ոչինչ չկա, ամեն ինչ փող արժե։ Դրա համար ասում եմ, եթե գիտեք, Աստված չանի, եթե ձեր հետ պատահել է նման իրավիճակ կամ առնչվել եք նմանատիպ իրավիճակի հետ, կխնդրեի գրառումների բաժնում գրեք, ճիշտ է մեր Ստեփանավանի վնասված քաբանը, շատ լավ մարդ է, շատ հարգում եմ իրան, խելացի մարդ է, ինձ ասավ, ասի ուր գնամ, ասավ գնա Նայիրի բկը, կամ էլ Երևան գնա, ուր կուզես գնան, այդ չի որ ասում ես քեզ հենց ուղարկում եմ այդտեղ, Նայիրի բկի մասին, գիտենք էլի,
չգիտեմ, կուզեմ, որ հասկացող մասնագետի մոտ գնամ, ճիշտ է ուր էլ գնաս վճարով է, այսօր անվճար ոչինչ չկա, բայց գոնե տվածը տուգյորա իմանաս, որ օգուտ կտա էլի քեզ, սիրելի հետևորդներ ջան։ Օգուտ։ Այ որ հիշում եմ ես ոնց եմ ընկել, չէ, սարսափում եմ, սարսափ։ Այդքան մի բան, էլի ինչքան մեծ Աստված ունեի, որ ես վեր կացա, գիշերվա 1000-ին լուրումունջ, ոչ մեկին հոտունը լիքը մարդ էր, ոչ մի բառ չեմ ասել։ Մինչև առավոտը, որ էլ արդեն չէի կարա թողցնել, որովհետև նստել, կանգնել, առհասարակ քայլել է շատ դժվար էր։ Ինչև է, ասման մեղի տերն Աստվածը առնեմ, հուսանք, որ տենց մի բան ելնելու է։ Այդքանը, մի արդեն իսկ մտածում եմ էլի, ասեմ հետաքրքրվեմ, նայեմ տեսնեմ որտեղ ոնց կլինի ու երեք պահի տակ իրիկունը մտքասի կարող այդ պուլս մեդում լնի, զանգեցի բժշկուհին ասավ, հա կա, բայց այն որ չեմ ամաչում, դուք ինձ ընքան հարցերը մենք օգնելու ուղղություն տվել, մատերից վրա չի հերիքի, գիտեք, սիրում եմ խորհուրդ վերցնել, իհարկե բանականությանը մոտ խորհուրդ ու չեմ ամաչում ձեր օգնությանը դիմելուց, որովհետև ինձ հետևում են տարբեր կողմից, տարբեր քաղաքներից, տարբեր կյանքի ուղիներ անցած մարդիկ ու խորհուրդ ընդունելն ու լսելն ու հո ամեն խորհրդատու չի ասում գնա ու սենց արա, բայց լսելը մի հատ գցել բռնելը մեծ դեր ու նշանակություն ունի ու ես ընքան ինձ լավ զգացի, որ ջեման երևի մի 20 րոպե ավել շփվեցինք իրար հետ, ոնց որ սենց դուխ տարելի, Անահիտ ջան, չվախենաս, Աստված չանի ասма, թեկուս հերթը բլոկադային հասնի, ես ինքս էլ եմ արել, հետո բացալ, ասում եմ ինչ կարա էլի իմ հետ լինի, ասում եմ ոչ մի բան Անահիտ ջան, կոնկրետ իմ մոտ ասում եմ, ես որ ասում վնասել եմ մենիսկը, ասում եմ իմն էլ էր տենց, շատ տեղեր գնացի, շատ բուժումներ, վերջում մի բժիշկ ասեց, ներարկի ամենաթանկ տեղը ու դա քեզ կհերիքի 3 տարի, ասում եմ 3 տարի, եթե ոչ 5 տարի, որովհետև եթե չբուժեմ, կոպիտ ասած մի ոտից վրա մանգամ, չէ, հենվեմ ավելի շատ, հմիել են մեկն եմ գեր ծանրաբեռնելու, նենց է քաշով ծանր եմ, ցավոտ թեմայա, դրա համար պարտադիրից պարտադիր, ուզում եմ գնամ, բայց հասկանամ ուր գնամ ու մոտ գնամ, որ ճիշտ լինի, սիրելի հետևորդներս, որ դուք եք, շատ հարցեր եմ եք ինձ խորհուրդ տվել, ուղղություն տվել, հուսամ ես հարցնել եք ինձ օգնելու, այսքան բան, հիմա պարոնս թող մի քիչ զբաղվի, միրգ չունենք, մեր միրգը վերջացել է, երևի թե այսօր դուս կգամ 2 միրգ առնեմ, Երանի ավտո գա, էլի ավտոյի վրից առնեմ, չգնամ ոչ մի տեղ, հավես չկա, ոչ թե հավես չկա, հավեսը կա, ուղղակի տաքուսաղի պահից եմ էլի, սենց երկմտանքի մեջ ընկնեմ ու չեմ ուզում հանկարծ օգուտի տեղը վնասով դուրս գանք, դրա համար զգուշանում եմ, սիրելի հետևորդներս, ինչևէ, ես գնամ իմ գործերով, էսա չայ խմելու ժամն է ու հետո տեսնենք որտեղ ենք հանդիպում, հիշում եմ ձեր ասածները, որ ուզում եք ճաշարանը նկարեմ, հանգստացողներն ենքան շատ են, բուժառուներն ենքան շատ են, երեք մի պահ հասցրի այդ աշխատակցուհուն ասել էի, երեք մի պահ հասցրի
ընտրիքի պահն եմ նկարահանել, այդ տենց կթողամ, կտոր կնկարահանեմ, հետո արդեն որ ասմա կծմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, հմի իմ մոտ կկծմցեմ, կդարձնեմ մի հատ ընդհանուր հոլովակ, կնայեք, սիրելիներ ջան, այդքան մի բան, Ալեքս, արի ցավդ տանեմ, արի ասեմ, գնացի, հիմա էլ հաշտը հասավ ջրավիզարանին գնա, բարի, երով թղացրել եմ, գնացի, Ալեքս դրան վրա երեքը կթի ու գնա, դե մտի, մտի, հա, ինչ կների, հա, ոչինչ, նազի, չասիս, երորդնա, այս կոմարի որ կեզ տենք չնկարեմ, մի հատ բանն են ցույց տամ բաժանորդների, հա, հանդիպամ աստո, տեսեք մարդը նախորդ ջուրը լցրել է, այս էի ասում, որ ջրի գույնը ինչ է, ընդեր երկու ձևի ծորակ կա, մի խոսքով տաքուսարը, ախտահանող նյութը, այս էլ, դե գիտեք, մեծահասակ տղամարդկանց համար է, հանի, լրիվ հանի, ու սենց պաշտում ես, վայել եմ բարիս ուղիղ իմաստով, այսպես, մի հատնայք իրա ինքնագող տեսքը, ոնց է գող գնում, սիրելի հետևորդներ, տանք չի դե լիվտին, ալեքս, հա, գող էիր, լավ էր, լավնա չէ իհարկե, շատ լավնա, այս է ծիրան հավես տեսարանը, Դու ես ձերի բանատվի, դրան կախիչ, լոխանան պապայի դուրը չկա է, գնա, բայց պապայի դուրը բա ինչի չի գա, տնանք էլի, դուրը կգա, բայց պապայի կախիչ, հա, գնացինք, այ հես էլ բրծանք, այսօրներ ենք հագր, էդ ինչ ես տենց անում, ոչ մի բան, բա էդ ինչ ես տենց նայում, նայում եմ ատամսով տեստու չի, բաղանչից եմ այննա նայում, դե գնա, տոպրակի ծանի բանալու, Կարան այսօր գամարդին նստեմ, չէ ալեքս, չէ, ուղղակի գնանք մի քիչ, չէ, մի քիչ, ստորդ ունենք, չէ, ոչ մի գոհ, համեցիր, Ես բանի բան ես կատուս կուպերի բախտում, ով մեզ ընդուն, ոյ լագնային դուրը բացի եկել են մաքսելու, դուրը պագել, ինքան շոքա, սիրտերի տեղորդներ չան, սյա, Համատանս պակ եմ, ես կկարողանամ պակեմ ու դուս կգրվեմ կեթապ ավտոկայանով ես, հա, տգիրան բուշվեմ, պայացեդուրա սանեմ, էթապ նախաճասս, անեմ ունգնեմ ավտոկայան, հա, ու իքամա վետարեմ մասի, չմոռանաս ինձ հաջողանաս նայի, հա, ասել եմ, հա, հաջող պարն եմ են ապոնցաս, ուրեմն սիրելիներս, ոնց տեսնում եք սենյակը մենակ եմ, Ալեքսը կողքս չի, գիտեմ ասելու է գուրա, ես էլ ասելու եմ դիսկոյի է, հենց ասում եմ դիսկո,
Շատ մարդիկ գրում են, որ ոնց կարելի է այդ տարիք երեխեքը դիսկոում, պարային երեկոմ հայերենով թարգմանված, այ երբ որ գնաք առողջարաններ, այնտեղ կա իրանց գրաֆիկը, որ ժամից որ ժամը ինչ են անում, ոնց են անում եւ երեկոյան ժամերի համար էլ նախատեսված է ընթրիկից հետո էլ պարային երեկո, որի տևողությունը 2 ժամ է, ու ինձ թվում է, որ տնօրինությունը հաշվի է էլի առնում, որ այս առողջարան գալիս են երեխեք, տարբեր ձևի, տարբեր խնդիրներով, տարբեր բուժում պահանջող, ու այդ պարային երեկոները իրանց միմիայն դրական էմոցիաներ կտա, ոչ թե օրինակի համար ավելորդ լինի, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, ինձ թվում է իրար հասկացանք, գրառուման օղը երևի նոր հետևորդ էր, երևի նոր է ինձ միացել, ասեմ, որ սիրելիներս, հարգելիներս, այ դրա համար է, այնպես չի, որ մենք մերոնցով կամ ծնողներով որոշում ենք գնում միտեղ հավաքվում, օրինակի համար երգեր միացնում ու ասում, թե մի երեխեքը դիսկոտեկա անեն, ոչ, դա վերևների որոշելիքն է, իրանք են որոշում, իրանց ցուցակում գրում, միտեղ նշում տեսակ, ես որ առանձին նկարահանել էի ուրեմն առողջարանի մասին, այնտեղ գրած էր եւ նախաճաշ ընթրիկ, են անկյունում էքսկուրսիաներ, դիսկոյի մասին ու ինձ թվում է դրա մեջ զարմանալու ոչ մի բան չկա։ Հիմա երեկոյան կողմը այսօր շատ մի հատ հավեսով գործի մեջ եմ ներառվել, դրա մասին շուտով կտեսեք, դրա մոդրությունը շատ լավ է, շատ, ոնց ասեմ, իմ համար ուրախալի էր, լավ էր, ես ինձ լավ զգացի, որովհետև ցանկացածով էլ ներ այդ պարագայում ամեն մարդ էլ ինքն իրան լավ կզգար դրա մասին, առանձին կխոսեմ, այսա մի հատ լիարժեք հասկանամ, որից հետո յա ինչա ոնց է, հետո ամեն մանրամասը ձևով կասեմ, կխոսամ ու երևի թե դուք էլ իմ հետ կուրախանաք, ճիշտ է շատ մարդիկ գնում են որոշ էջերում ինքնահաստատվում, փորձում ավելորդ բաներ գրել, Անահիտին հասնում էր այն առաջի տեղը պետք է դուր, նեիր, սիրելի հետևորդներ, բոլորիս էլ հաճելի է, որ ելնենք առաջի տեղում, բայց ես իմ համար իմ սենյակում, ոնց են ասում, բանից անտեղյակ, այդքանը ինձ տեղեկացրին, հերիք չի, հիմա է մի ուրիշ մեկնասավեք, մյուս են, ինչ եղավ, ոնց եղավ դրա մասին էլ դեռ կխոսեմ, կասեմ, կկիսվեմ, այնպես չի, որ տենց ասեցինք ու անցավ գնաց, այն որ ասում է մեկը մյուսին հաջորդեց մի ավելի հետաքրքիր ու հաճելի բան, ինչը որ մի փոքր ժամանակ է պահանջում, այսօր արդեն իսկ առաջի քայլն արել եմ, շատ տրամադրված եմ, շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ Աստծուն, իմ հետևորդներին, իմ լավը կամեցողներին ու ինձանից էլ ինչ է մնում դրականը տալ ձեզ, իմ լավը հայտնել ձեզ, որովհետև գիտեմ դուք էլ իմ հետ ուրախանում եք, մի երկուսն էլ դե ոչինչ, ծառի վրա հասուն սիրուն մրգերի կողքին միշտ էլ այն ամենահասուն մրգերի մոտ մեկ է նայում ես մի հատ փդած խնձոր, սկի բնության օրենքները մատենց հետնում, դե մնացած ամեն տեղերը մեր ինչ որ մի բան կա, կարևորը այն է, որ մարդիկ ինչքան ասեն ու խոսան, միևնույնն է Աստված ինձ հետ է, իմ գործերը միշտ գնում են
ճիշտ ուղղությունով ու ճիշտ հունով սիրելի հետևորդներ ջան, այնպես որ բարձր տրամադրությունով խիղճս հանգիստ ուզում եմ վիդեոգը սահմանափակեմ, որովհետև Ալեքսը ներքև դիսկոյման, ընդեղ ամեն երեխան իր ոնց ասեմ կարողությունն է ցույց տալիս, ափսոս որ YouTube-ը չի թողում, որ ցույց տամ, թե Ալեքսը ոնց է միկրոֆոնը վեր ունեմ ու սկսում երգել, սիրուն երգել, հավեսով, հաճույքով, ոնց են իրան ծափահարում, ոնց են իրան ասում բրավո, հա, բրավո, ու ես նորից ընկնում եմ երազանքների գիրկը, ասելով ու մտածելով, որ Աստված իմ տնաս այս ծափահարությունները ավելի մեծ բեմերից կգնեն, թե ոչ, որովհետև այս մի փառատոնից կոնկրետ մենք հետ ընկանք զուտ բուժումների պատճառով։ Այսքան բան, սիրելի հետևորդներ ջան, օրը շատ լավ անցավ, շատ լավ վերջաբան ունեցավ, շատ արտակարգ ու նույնիսկ իմ համար անսպասելի, որովհետև գնացի ստեի համով ջրից բերեմ, որովհետև մարդկանց հետ շփվելը, ոնց ասեմ, լավը կամենալը, չվիրավորելը, թույլ չտալը, որ քո մոտ մյուսին վիրավորեն, ինձ բերել է շատ լավ ծանոթությունների, շատ մի հետաքրքիր գործընթացների, ես ինձ շատ անգամ եք հարցրել, որ դու կողքիս հարևանում եմ, այս մի կողքիս աչքիս, ինձ շատ անգամ եք հարցրել, որ շփվում ես բլոգերներից ու մեզ հետևում, բոլորին էլ հետևում եմ, բոլորին էլ շատ սիրում ու հարգում եմ, շատերի հետ հեռախոսազանգերի մեջ եմ, շատերն են ինձ սիրում ու հարգում ու մեկս մյուսի հանդեպ մեր հարգանքը ցուցաբերում ենք։ Գիտեք, քանի անգամ եկել եմ Երևան մեր բուժումների, Արուսին Հոխիկյան շատ եմ սիրում, շատ ենք շփվում իրար հետ ու ամեն անգամ ասում է այ Անահիտ, դե արի էլի, հիմա չգիտեմ, այս անգամ խոստացել եմ, որ գնալու եմ, տեսնենք, ժամանակից առաջ չընկնենք, այնպես որ սիրելի հետևորդներ ջան, օպա, դուրս փակեմ, իմ սենյակի դուռը գիշեր ցերեկ բացա, որովհետև այնքան շոկ, անունը տալու չի, որովհետև ընկերություն անելը շատ եմ սիրում, խոսքից ու գործիցս չփախնեմ, չթռնեմ ուրիշ բաներ ասեմ ու հենց այսօր էլի նորից ինձ հարցնում են այ Անահիտ, կարող անենց, ասում եմ ոչ մի բան էլ կարողա չի, ամեն ինչ իր ժամանակին, կերևա էլի ցույց կտան, այո այսօր YouTube-յան հարթակում շատ էջեր կան, այնքան էջեր կան, 100,000-ից ավել, 300-400,000-ից ավել, բայց թե դա մի պահ է, որ մարդիկ ընտրում են էլի, ուրեմն մի հատ հետևորդ էլ գրել էր, ասում եմ, երևի ջոգել են, որ շատ միամիտ ես, քեզ են ընտրել, որ գցում անեն, հենց տենց բառերով էլ գրել են, Այմ եմ ասում եմ, հա բայց խի էլի, այ մարդ, այ որ շուտով կլնի, հլը տենամ էդքանը, որ ասում էիք, էլ ինչ եք ասելու,
ես որ ես եմ, ես վստահ եմ ու խնդրում եմ իմ տեղը մեկ որոշի սիրելի հետևորդներ ջան շատ ուրախ եմ շատ մի տեսակ մի ուրիշ ձևի հանգստություն ա եկել հոգեկան աշխարհիս վրա մեր աշխարհիս վրա որովհետև տեսնենք ամեն ինչ էլ ավելի լավ առնելու բայց դու ասամ կարևորը մի հատ հասկանամ ծնկումս ինչ խնդիր կա ինչ ենք անելու որ չթողենք ու չբարթանա իսկ թե ով ինչ ասեց ամենքդ էլ ապրեք բոլորից դել ամենքից դել մեր լորեցիները կասեն սաղից դել շնորհակալ եմ որ այդքան բուրըն ձևով արձագանքեցիք ասեցիք խոսացիք բայց մեզ երկրորդ հեռախոսը ինձ այս պահին պետք է որովհետև ուզում եմ դուրս գամ կապի սիրելի հետևորդներս և տեսնենք բրավո ինչին որ սպասում էի հաստատել են հաստատել ուռա այ դա էր ամենակարևորը շատ լավ так թող բացվի հարգելի Անահիտ Այս ասա ընկերներիս հետ կխորհրդակցեմ վաու ինչ լավ է ու արդեն իսկ մնացածի մասին կերևա ինչև է սիրելիներս այս պահի համար այսքանը այստեղ կարևոր գործողություն ունեմ հասցնեմ ավարտին ու մանրամասը քայլ առ քայլ կասեմ, կխոսեմ, կկիսվեմ ձեր մասին ու այն չարախոսներն էլ թող տենան էլի, որ չի կարելի չարախոսել, որովհետև Աստված մեզ բոլորիս հետ է, ինչ ասեմ, լավ եղեք, առողջ ու երջանիկ եղեք, իսկ ես գնամ իմ գործերով